Այսօր Ժառանգություն կուսակցությունը հանդես է եկել առաջարկությամբ հանրաքվեի դնել հայ-թուրքական համաձայնեցված փաստաթղթերը, զուգորդելով այդ գործընթացը նախագահի նկատմամբ վստահության հարցով։ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը դեմ է այդ նախաձեռնությանը։ Ինչպես Ժառանգության վերջի շրջանում բոլոր առաջարկությունների գործողությունները անտրամաբանական առաջարկ է, կա հասկացողություն դիվանագիտության մեջ, ուրեմն հասարակական քննարկումներ, որոնք էլ եւ ներկայացված են մեզ որպես հանրության, որպես մենք քննարկենք։ Դրանից ավել մեկ է պարլամենտը պետք է քննարկի հարցը եւ հաստատի կամ չհաստատի։ Իսկ Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի կարծիքով Ժառանգություն կուսակցությունը այսօր է տեսակետը հայտնել, թող փորձի հիմնավորել իր տեսակետը, մեկնաբանել որն է իր ցանկությունը, ինչ է ինքն ուզում, որից հետո կարելի է ենթադրություններ անել կամ որոշում կայացնել այդ հարցում։ Իսկ այդ այն խնդիրն է, որ եթե գլոբալ առումով վերցնես, այդ հանրաքվեն ոչ միայն Հայաստանում պիտի արվի, այլ պիտի արվի ամբողջ հայությանը, որովհետև հայության հիմնական զանգվածով կապ ունի ցեղասպանության, պահանջատիրության հետ, ապրում է Հայաստանից դուրս եւ նրա կարծիքը շատ ավելի կարեւոր է այս հարցում։ Երեք հատուկ քրեական ծառայությունը հայտարարել է, որ մարտի 1-ին քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնություններ պարունակող տեսաերիցը նախաքննական մարմնին է տրամադրել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը եւ մի անհատ քաղաքացի, որն էլ այն ձեռք է բերել ընդդիմադիր շրջանակներից։ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հասարակական հանձնաժողովի ղեկավար Սուրեն Աբրահամյանը այդ բացատրությունը ծիծաղելի է համարում։ Մենք ենք կարողացել իրենց ունեցած ամբողջ տեսաժապավենների որոշակի մաս ձեռք բերել իրենց շարքերում գտնվող մեր համախոհների միջոցով եւ մեր մեկնաբանությունը տվել։ Այսօր ազգային գրադարանում նշվել է հայ նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 70-ամյակը։ Թե բնության եւ թե մարդկային ստեղծագործության մեջ պետք է գնահատել ցանկացած մանրուք, ցանկացած գեղեցիկ ելևէջ։ Սա է անվանի երաժշտի կարծիքը եւ այդ առիթով կոմպոզիտորն անդրադարձավ Կոմիտասի երգին։ Այ մի հատ վերև գցեց։ Այս նույնությունը մեկը տեսնես, որ այս ամբողջ հարստությունը քոնն է ու դու կարող ես, ինչ ասեմ, երջանիկ վայելել այս ամբողջը, տարիներն է թողածնել, հեր անցած շատ շնորհակալ։ Այսօր Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ն անց էր կացնում կլոր սեղան, նվիրված հեկերի գործարկման ռիսկերին։ Քննարկման մասնակիցները դեր գոհում էին, որ հեկերի կառուցումը խախտում է գետերի ջրային եւ ջերմային ռեժիմները, խաթարում է ձկների բազմացումը։ Ըստ բնապահպան Կարեն Մանվելյանի, չի առնում դա ինչքանով է խոցելի այդ էկոհամակարգը, այսինքն եթե մենակ ջրի քանակով չի, այլ կողքի եղած է էկոհամակարգով։ Բացի դրանից հաշվի չեն առնում տեղի բնակչության շահերը։